Դավիթ Մարգարեն մեծ երաժիշտ էր, նա սիրում էր երգեր գրել, նրան դուր էր գալիս նաև քնար նվագելը ու իր երգերը կատարելը։ Այդ երգերի մի մասը մեզ պատմում են նրա կյանքի եւ ապրումների մասին։ Լուսն կա մի գիշեր, երբ Դավիթը դաշտում իր հոր ոչխարներն էր պահում, նայելով երկնքում փայլող աստղերի թարթող լույսին, հետևյալ երգը շարադրեց. «Ով Տեր, մեր Տերը, ինչ հրաշալի է քո անունը բոլոր երկրի վրա, որ քո փառավորությունը բարձրացնում ես երկնքից վեր։ Երբ տեսնում եմ քո երկինքը, քո մատների գործը, լուսինն ու աստղերը, որ դու հաստատեցիր, մտածում եմ ինչ է մարդը, որ դու հիշում ես նրան, եւ մարդու որդին, որ դու խնամք ես տանում նրա համար»։ Սաղմոս 8-րդ գլուխ, առաջին խոսք, 3-րդ խոսք, 4-րդ խոսք։ Դավիթ Մարգարեն հիացնում էր Աստծո ստեղծագործության մեծությունը։ Նա չէր կարողանում հասկանալ, թե ինչպես է անսահման տիեզերքի արարիչ Աստված հետաքրքրվում մարդկանցով։ Դավիթը զարմանում էր լուսինն ու աստղերը ստեղծողի եւ միաժամանակ մարդու գործերի հանդեպ ունեցած Աստծո հետաքրքրությամբ։ Մեկ այլ առիթով Դավիթ Մարգարեն գրել է իր մեծ հովի մասին։ Նա ասում էր, որ իր մեծ հովիվը իրեն օրհնյալ կյանք է շնորհել։ Տերն է իմ հովիվը, եւ ես կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս, ինձ առաջնորդում է արդարության շավիղներով իր անվան համար։ Սաղմոս 23-րդ գլուխ, 1-ից 3-րդ խոսք։ Նույն Սաղմոսում նա խոսում է օրհնյալ մահվան մասին։ Թեև մահվան շուքից զորով գնամ, չարբանից չեմ վախենա, որովհետև դու ինձ հետ ես, քո գավազանը եւ քո ցուպը մխիթարում են ինձ։ Սաղմոս 23-րդ գլուխ, 4-րդ խոսք։ Ավարտելով այս երգը, նա խոսում է իր հույսի, օրհնյալ հավիտենության մասին։ Հենց բարիք եւ ողորմություն կգան իմ հետևից, իմ կյանքի բոլոր օրերում, եւ Տիրոջ տան մեջ կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Սաղմոս 23-րդ գլուխ, 6-րդ խոսք։